ապօրինի գույքի բռնագանձման գործով նախկին ձեր աշխատակիցներին բոլորին բերում եք արդարադատության նախարարություն։ Վերջերս ՊՕԱԿ-ի մի տնօրեն նշանակվեց, որը նախկինում եղել է ապօրինի գույքի բռնագանձման գործով հայտնի դատախազներից մեկ, օրինակ Սերան Օհանյանի ապօրինի գույքի գործով դատախազն ա եղել Տարոն Մարգարյանի, եւ կարծես թե բոլորը հերթով պարոն Քոչարյանն էր եկավ, հետո դուք բերեցիք նաեւ ձեր տեղակալին բերեցիք հարկադիր կատարման ծառայության։ Կարծում եմ, որ մենք մեզ չենք կարող շնորհալություն տալ, որ լավ կադրերը պետական համակարգից վերջնական գնան։ Սա էր նպատակը, որ ինքը վերադարձավ արդարադատության նախարարություն։ Այսինքն դուք չեք բերում։ Չէ, այդ դեպքում մրցույթի մասնակցություն է եղել, եթե չեմ սխալվում, ինձ հրապարակային է դա, իսկ նախարարի տեղակալի դեպքում դա քաղաքական պաշտոնների նախաձեռնությամբ եղել դա, եւ ես այն կարծիքին եմ, որ այդ վարչությունը ունի եւ ուներ բավականաչափ լավ կադրեր, այնպիսի կադրեր, որոնք ցանկալի է որ մնան եւ շարունակեն իրենց ծառայությունը պետական